Սևազգեստ աղվեսը, պարսկական հեքիաթ։ Լինում է չի լինում, խորամանկ ու խաբեբա մի աղվես է լինում։ Մի օր այս աղվեսը գյուղ է մտնում ուտելու բան թռցնելու, բայց ինչքան ման է գալիս, ոչինչ ճանկը չի ընկնում։ Գնում մի ներկարարի խանութ է հասնում, տեսնում է տերը տեղում չէ, արագ բացում է ներկի պղինձներից մեկի խուփը ու ներս ցատկում, մտածելով միս կլինի։ Պղնձի միջից դուրս է գալիս ոտքից գլուխ ներկված սևացած։ Քոռը փոշման սոված նորից անտառ է վերադառնում։ Ճամփին տեսնում է մի տան կտուրին մի սիրամարգ ու աքաղաղ են թառել։ Ձեռաց նստում, գլուխը կախում է ու սկսում բարձրաձայն աղոթել ու Աստծուց թողություն խնդրել։ Էնքան հառաչում, ախ ու վախ է անում, մինչև ուշաթափվում է, ընկնում է ցած։ Սիրամարգն ու աքաղաղը էս որ տեսնում են, իրենց մտածում են. Էս խեղճ աղվեսը հաստատ մյուս աղվեսների նման չէ։ Մորթու գույնից էլ երևում է, որ շատ սակավապետ ու բարեպաշտ կենդանի է։ Կտուրից իջնում, ջուր են լցնում երեսին, մի կերպ ուշքի բերում։ Աղվեսը հենց աչքերը բացում է, սկսում է աղաչել ու պաղատել. ձեռք մի տվեք ինձ, ձեռք մի տվեք, թողեք իմ ցավով տապակվեմ ու խորովվեմ։ Սիրամարգն ու աքաղաղն ասում են. ախր ուզում ենք իմանալ, հոգու հարազատներից մարդ չի մեռել, որ էսպես ոտքից գլուխ սևավորված ախ ես քաշում ու լաց լինում։ Չէ, ասում է աղվեսը, ես իմ վրա եմ ողբում, Աստծուց թողություն խնդրում։ Երդվել եմ, որ էլ Աստծու ոչ մի անմեղ արարածի արյուն չեմ թափելու, օրս աղոթքով, պասով ու ծոմով եմ մթնեցնելու։ Էս սև շորերն էլ հագել եմ, որ մեքքա գնամ։ Սիրամարգն ու աքաղաղը իրար են նայում ու ասում. եթե հրամայես, մենք էլ քեզ հետ կգանք, ճամփի ընկեր կդառնանք։ Ոչ, ասում է աղվեսը, ավելի լավ է մենակ գնամ, որովհետև դու աքաղաղ տեղի անտեղի ծուղրող ես կանչում, իսկ դու սիրամարգ ցուցամոլ ես, սիրում ես խունջիկ-մունջիկ գալ, նազ անել, պար գալ։ Ես առաջվա աղվեսը չեմ, էդ տեսակ բաները էլ իմ դուրը չեն գալիս, ով էդ տեսակ բաներ է անում, իմ աչքին պիղծ ու անհավատ է։ Սիրամարգն ու աքաղաղը շարունակում են խնդրել. մենք էլ ենք ուզում քեզ հետ գալ ու քեզ նման հոգով ու սրտով մաքրվել։ Իմացիր, մենք քո բարին ենք ցանկանում ու քո բոլոր ասածները կկատարենք։ Կապրենք, կտեսնենք, ասում է աղվեսը։ Ճանապարհ են ընկնում, աղվեսը առջևից, սիրամարգն ու աքաղաղը հետևից։ Գյուղի ու անտառի թռչունները մի ահագին տեղ ուղեկցում են նրանց։ Գնում, հասնում են մի գետակի, տեսնում են ծառի վրա երկու էգ սիրամարգ են թառել։ Պոչը հովհարաձև բացում է ու սկսում պար գալ։ Այդ տեսնելով աղվեսը աքաղաղին ասում է. հիշում ես չէ, էս անհավատ անաստվածը ոնց էր երթում պատառ ուտում, թե պոչը չի բացի ու պար չի գա, բայց հենց աչքը էս սիրուն սիրամարգի վրա ընկավ, երթում խոստումը մոռացավ։ Ինքդ ասա, ով աքաղաղ, էս անհավատի հետ ես ինչպես վարվեմ։ Գլուխը վզից օկիր, պատասխանում է աքաղաղը։ Կեցցես, ճիշտ ասացիր, ասում է աղվեսը ու ցատկում, սիրամարգի գլուխը պոկում է, բմբուլները քամուն տալիս։ Ճանապարհը շարունակում են, գնում, մինչև մութը ընկնում է, որ մութն ընկնում է, աղվեսն ասում է. ով աքաղաղ, արի գիշերը էստեղ անցկացնենք։ Մոտակայքում մի մեծ քարանձավ կա, մտնենք, էնտեղ էլ գիշերենք։ Բայց ես չեմ կարող քարանձավում գիշերել, ես պետք է ծառի ճյուղին թառած քնեմ,
առարկում է աքաղաղը։ Համա թե անհավատն ես, հա, բարկանում է աղվեսը։ Ուզում ես ծառին թառես, որ վերևից հավերին նայես։ Ոչ, չի լինի, պետք է քարանձավում քնես։ Աքաղաղը ճարը կտրած հետևում է աղվեսին, քարանձավ մտնում։ Լուսաբացին իր սովորության համաձայն աքաղաղը սկսում է կոկորթով մեկ ծուղրուղու կանչել։ Ինչ ես ձենդ գլուխդ գցել, զայրանում է աղվեսը տեղից վեր թռչելով։ Միթե ես քեզ չասացի, որ երգելդ պիտի թողնես։ Ինչ է, ամոթ պատկառանք չունես։ Չգիտես, որ Աստծու տան ճանապարհին չպետք է երգել, պարել, զվարճանալ։ Ուզում ես քեզ հետ էլ էնպես վարվեմ, ինչպես քո հրամանով սիրամարգի հետ վարվեցի։ Բայց ես, ախր, վատ բան չեմ արել, սկսում է արդարանալ խեղճ աքաղաղը։ Ծուղրուղու կանչելը իմ բնությունն է, ես չեմ կարող չերգել։ Ես էլ չեմ կարող միս չուտել, միս ուտելն էլ իմ բնությունն է, ասում է աղվեսը ու ցատկում, աքաղաղին բռնում է, վիզը ոլորում ու ուտում։ Աղվեսը մի քանի օր էսպես անտառում ման է գալիս, սովը որ զոռում է, նորից գյուղ է վերադառնում։ Թռչունները հենց նրան տեսնում են, ուրախանում են, հավաքվում են շուրջը և իրենց ընկերների մասին են հարց ու փորձ անում։ Նրանք հիմի իրենց օրն աղոթելով ու Աստծուն փառաբանելով են անցկացնում, ասում է աղվեսը։ Ձեզ շատ բարևում էին ու անհամբեր սպասում, որ դուք էլ մի օր իրենց օրինակին հետևեք, մեկ հագնաք։ Մի խոսքով, աղվեսը իր շողոմ քաղցր լեզվով մի խումբ թռչունների համոզում հետևիցն է գցում ու ինքն էլ առաջ է ընկնում դեպի Մեքքա։ Գալիս են, հասնում ծառին թառած այն երկու էգ սիրամարգերին, որ տեսել էին, թե ինչպես է աղվեսը սիրամարգի գլուխը պոկել կերել։ Թռչուններ, բղավում են նրանք, էդ ստախոս կեղծավորներին մի հավատացեք, նրա առաջնորդած Աստծու տունը իր փորն է։ Նա ճանապարհին բոլորիդ կուտի, ինչպես այն խեղճ սիրամարգին կերավ։ Տեսեք նրա գեղեցիկ գույնզգույն փետուրները դեռ ցրված էն գետնի վրա են։ Թռչունները նայում տեսնում են ու համոզվում, որ սիրամարգերը չեն ստում։ Լեռնային մի աքաղաղ թռչում է բարձր ծառի վրա և բոլոր թռչուններին օգնության է կանչում։ Թռչունները հավաքվում, շրջապատում են աղվեսին ու այնքան են կծում, մինչև ընկնում է շունչը փչում։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք բաժանորդագրվեք, հավանեք, տարածեք, կարող եք նաև ձեր կարծիքը գրել հեքիաթի մասին, կհանդիպենք։